Վերջերս մի հետաքրքիր գիտական հոդված էի ընթերցել, որը շատ տպավորիչ էր ինձ համար, ուզում եմ այսօր կիսվել ձեզ հետ։ Ուրեմն մասնագետը, ով գրել էր այդ հոդվածը, կրթության մասնագետ էր, եւ նա ուսումնասիրել էր ԱՄՆ-ում եղած տարբեր դպրոցներ, բարձր դասի Ivy League դպրոցներ եւ սովորական դպրոցներ, ավելի ցածր խավի համար նախատեսված դպրոցներ։ Եվ մի հետաքրքիր հատված կար այդ նյութի մեջ, որտեղ նա ասում էր, որ հիմնական գլխավոր տարբերությունը բարձր դասի երեխաների համար նախատեսված դպրոցների եւ ցածր դասի երեխաների, ցածր ֆինանսական հնարավորություններ ունեցող երեխաների դպրոցների մեջ գլխավոր տարբերությունը մեկն է։ Առաջին դպրոցում երեխաներին սովորեցնում են մտածել, սովորեցնում են հարցեր տալ, քննարկել, քննադատել, չհամաձայնել եւ պատասխանները ինքնուրույն գտնել։ Իսկ երկրորդ դպրոցում սովորեցնում են լուռ նստել, լսել ուսուցչին, հարցեր չտալ եւ դասի ժամանակ չաղմկել։ Հետաքրքիր է, ինչ խոսք։ Այս գիտական նյութը ինձ ստիպեց մտածել այն մասին, թե ինչպես ենք մենք մեր երեխաներին մեծացնում։ Իհարկե, շատ կարևոր է սովորել եւ իմանալ, երբ լռել եւ երբ խոսել։ Բայց երբ երեխայի ողջ կրթական գործընթացը պատտվում է լռելու, լսելու եւ առանց քննադատական մտածողության ամեն ինչ կլանելու մեջ, այստեղ երեխային սովորեցնում ենք մեծանալ որպես որևէ մեկ, ով կարող է շատ լավ իր գործը անել, սակայն չի կարող մտածել, արդյոք այդ գործը ճիշտ բանն է, արդյոք կարող է նա ավելի ճիշտ, ավելի տարբեր մոտեցում ցուցաբերելով տարբեր արդյունքներ ստանալ, թե ոչ։ Իսկ այն մարդիկ, երեխաները, ովքեր մեծանում են փորձելով եւ անդադար մարդկանց հետ քննարկումներ, քննադատություններ լսելով ու կատարելով, երբ մեծանում են հարցեր տալով, չհամաձայնելով, իրենց կարծիքը բարձրաձայնել չհամաչելով, նրանք ավելի ինքնավստահ, ավելի ազատ սեփական կարծիք արտահայտելու մեծանում են եւ նրանք որպես կանոն ստանում են ավելի բարձր աշխատավարձ, ավելի բարձր պաշտոններ եւ ավելի հաջողակ են համարվում կյանքում։ Հետաքրքիր էր։ Իսկ դուք ինչ կարծիք ունեք այս մասին։